մեզ սպասում է զրույցի համար Գլենդելի քաղաքապետարանի ներկայացուցիչը Վլադիմիր Սողոմոնյանը, ով կպատասխանի Գլենդելում տիրող իրավիճակի հետ կապված հարցերին։ Բարի երեկո, պարոն Սողոմոնյան, շնորհակալություն կապի դուրս գալու համար։ Նախ ինչպե՞ս եք։ Բարի երեկո ձեզ, լավ, շատ շնորհակալություն, դուք ինչպե՞ս եք։ Հիանալի, փորձում ենք լինել լավ, իհարկե պահպանելով ինչպես Գլենդելի ոստիկանության, այնպես էլ ընդհանուր մասշտաբներով Միացյալ Նահանգներում բոլոր կանոնները եւ իհարկե փորձենք այսօր միասին զրուցել հենց թեմայի վերաբերյալ։ Պարոն Սողոմոնյան, ինչ պետք է անել, որպեսզի փրկել սեփական եւ այլոց կյանքը։ Ինչպես պետք է հետևել օրենքներին եւ որոնք են դրանք այս պահին եւս մեկ անգամ։ Այս կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մեր համայնքի խոցելի անդամներին առավելագույնը պաշտպանելու անհրաժեշտության նպատակով մենք հետևում ենք Լոս Անջելեսի եւ Կալիֆոռնիայի նահանգապետի ստեղծած օրինագծերին եւ կանոնակարգերին։ Այս օրինագծերի համաձայն արտակարգ իրավիճակների օրինագիծ են։ Բոլորը կարող են տունից դուրս գալ այն ժամանակ, երբ կարիք ունեն կատարելու կարևորագույն գնումներ կամ այցելեն դեղատուն կամ իրենց բժիշկին։ Բայց պետք է մի բան հաշվի առնել, որ խանութ այցելելուց առաջ կամ ինչ-որ ուրիշ դեղատուն կամ բժիշկին այցելելուց առաջ միշտ պետք է պահպանեք ձեր 6 ֆուտ սոցիալական տարածությունը։ Բոլոր տեսակի հավաքույթները ներկայումս արգելվում են ամբողջ Կալիֆոռնիայով մեկ։ Զանգահարեք միմյանց, բարեկամներին, բայց աշխատեք մի այցելեք իրենց տուն, քայլեք ձեր փողոցում, բայց նորից պահպանեք 6 ֆիտ սոցիալական տարածություն ուրիշ մարդկանցից։ Միշտ եւ հաճախակի լվացեք ձեր ձեռքերը օճառով եւ տաք ջրով 20 վայրկյանով։ Դուք նշեցիք բոլոր այն օրենքները, որոնք աշխատում են Home Emergency Order-ի այս պայմաններում, ամենատարբեր երկրներ, ամենատարբեր սահմանափակումներ են մտցնում այսօր իրենց քաղաքացիների համար։ Մենք շատ լավ գիտենք, որ Գլենդելում հիմնականում մանր եւ միջին, ինչու՞ չէ նաեւ մեծ բիզնեսները հիմնականում փակ են եւ բաց են աշխատում են այն հիմնարկները, խանութները, որոնք ապահովում են մարդկանց կենսագործունեությունը, խոսքս մթերային խանութների մասին է եւ դեղատների մասին է։ Նշեցիք սոցիալական հեռավորության մասին, սակայն ես նկատել եմ, որ հայկական խանութներում մարդիկ երբեմն այնքան էլ չեն պահպանում այդ սոցիալական հեռավորություն կոչվածը։ Ինչ խորհուրդ կտաք, ինչ պետք է անել, որպեսզի հնարավորինս ապահովեն մարդիկ իրենց եւ հնարավորինս հեռու լինեն մեկը մյուսից, որովհետեւ հասկանալի պատճառներով խանութները այնքան էլ ընդարձակում մեծ չեն եւ տարածքն էլ չի տրամադրում նման գործընթաց կատարելուն։ Լիովին համաձայն եմ ձեզ հետ, մենք ստանում ենք այսպիսի զանգեր տվյալ խանութների վերաբերյալ, միայն հայկական խանութները չեն, տարբեր խանութների վերաբերյալ ենք ստանում զանգերը եւ մենք մի բան կարող ենք անել, ինսպեկտոր ենք ուղարկում մեր Code Enforcement Section-ից, որպեսզի գնան եւ խանութի տերերի կամ մենեջերների հետ խոսեն, որպեսզի պահպանեն կանոնակարգերը, կամ շատ դեպքերում զանգահարում ենք եւ զանգերով հարցը լուծվում է, խանութի տերերը փորձում են պահպանել այս ամենը, ես նույնպես ականատես եմ եղել ձեր ասածներին, ես էլ եմ եղել հայկական խանութներում եւ այլ խանութներում առևտուր եմ արել եւ մարդիկ չեն պահպանում այդ սոցիալական տարածությունը, բայց իրենք մարկ են անում, 6 ֆիտ մարկեր են դնում, ասենք paper-ով կամ գետնիներին մարկեր են դնում 6 ֆիտ իրարից հեռու, որպեսզի մարդիկ կարողանան, ասենք չեկաուտ անելուց, վճարելուց իրարից հեռու կանգնել ու այդ ձև վճարել։ Պարոն Սողոմոնյան, որ բիզնեսներն իրավունք ունեն աշխատելու Գլենդելում եւ որոնք ոչ։ Հիմա կթվարկեն բոլոր այն բիզնեսները, որոնք չեն կարող աշխատել Գլենդելում։ Բոլոր բիզնեսները, որոնք նշված չեն որպես կարևոր բիզնես։ Դրանք են օրինակ մոլերը, առևտրի կենտրոնները Գլենդելում։ Եթե մոլերի մեջ ունեն տեղակայված կարևորագույն բիզնես, դրանք կարող են բաց լինել միայն այն դեպքում, երբ դրանք ունենան առանձին մուտք առևտրի կենտրոնից դուրս։ Դրանք կարող են լինել ռեստորանները կամ այլ կարևորագույն բիզնեսները, որոնք ես կթվարկեմ հաջորդ կարևորագույն բիզնեսների ցանկում։ Բարերը եւ գիշերային ակումբները, որոնք չեն տրամադրում ուտելիք, մարզվելու ակումբները եւ ֆիթնես կենտրոնները, բոլոր տեսակի թատրոնները, կինոթատրոնները, մարզադաշտերը, համերգասրահները, բոուլինգի ակումբները, խաղասրահները, կինետները, գարեջրատները եւ այն հաստատությունները, որոնք տրամադրում են խմիչքի նմուշներ։
Ներքին կամ բացօթյա խաղահրապարակները երեխաների համար բացառությամբ, եթե նրանք գտնվում են երեխաների համար հատուկ խնամքի կենտրոններում։ Հիմա կթվարկեմ կարևորագույն բիզնեսները։ Իհարկե, առաջին եւ ամենակարևորը մթերային խանութներն են, որոնք բաց պետք է մնան։ Ռեստորաններն էլ կարող են բաց մնալ, բայց մարդիկ չեն կարող այցելել ռեստորան եւ այնտեղ նստել եւ ճաշել։ Պետք է կամ to go անեն կամ էլ delivery, առաքում կատարեն։ Ֆինանսական կազմակերպությունները, բանկերը, կրեդիտ միությունները, տրանսպորտային ծառայությունները, ինչպիսիք են Beeline-ը, մետրոն, Uber-ը, Lyft-ը, տաքսիները, առողջապահական կազմակերպությունները, որոնց մեջ ներառվում են հիվանդանոցները, կլինիկաները, ատամնաբուժարանները, կենդանիների բուժման կենտրոնները, շինանյութի խանութները նույնպես կարող են բաց մնալ, բայց բոլոր այս կարևորագույն բիզնեսները, որոնք գործունեությունը արգելված չէ, պետք է փորձեն պահպանել այս սահմանափակ սոցիալական հեռավորության պահանջները, այսինքն ներկաներին պետք է խրախուսեն, որպեսզի իրարից հեռու մնա 6 ֆուտ, որքանով դա հնարավոր է, պետք է ունենան ձեռքի լվացման օբյեկտների հասանելիություն, որոնք ունենան օճառ եւ ջուր կամ ձեռքի մաքրող միջոցներ, որոնք առնվազն պարունակում են 60% ալկոհոլ, պետք է հասարակության անդամներին հրահանգող նշան դնեն մուտքի մոտ, որը կզգուշացնի, որ չայցելեն այնտեղ, եթե նրանք ունեն շնչառական հիվանդության ախտանիշներ, ներառյալ տաքություն կամ հազ։ Շնորհակալություն, պարոն Սողոյան, եւ երևի թե վերջին հարցը մեր այս միացման ժամանակ դուք որպես Glendale քաղաքի պաշտոնյա ներկայացրեցիք սահմանափակումները եւ ցանկը բոլորային հիմնարկների, որոնք այս օրերին իրավունք ունեն աշխատել, գործունեություն ծավալել եւ հակառակը ես ուզում եմ ճշտենք, որ այս տեղեկությունը չի վերաբերում միայն Glendale քաղաքին, որովհետեւ սա Glendale քաղաքի քաղաքապետարանի որոշումը չի, այլ ընդհանրապես նահանգի հրահանգ է եւ նահանգի կառավարության կողմից է այս հրահանգը իջեցված եւ քանի որ մեզ նայում են Glendale-ից դուրս բազմաթիվ Լոս Անջելեսի կոմսության բազմաթիվ քաղաքներում, ինչպես նաեւ Կալիֆոռնիայում, ուզում եմ իմանալ, որ բոլորը իմանան, որ այս սահմանափակումները տարածվում են նաեւ մնացած բոլոր քաղաքների վրա եւ ինձ շատ են հարցնում վերջին օրերին, որ ինչու չեն ախտահանվում Glendale քաղաքի փողոցներն ու մայթերը, ինչպես նաեւ դուք նշեցիք, որ ավտոբուսները, բիլայինները եւ այլն հանրային տրանսպորտը եւս շարունակում է գործել, ինձ օրինակ շատ են հարցնում, որ մենք բազմիցս ամենատարբեր պաշտոնյաների հետ, Glendale-ի քաղաքապետների, քաղաքային խորհրդի անդամների հետ քննարկել ենք այն հարցը, որ Glendale-ը բավական հարուստ քաղաք է, հետաքրքիր ինչու միջոցներ չի հատկացվում փողոցները, մայթերը ախտահանելու եւ լվանալու այդ գործողությանը։ Ուրեմն այս հարցին պատասխանեմ հետևյալ կերպ, մենք փորձում ենք հետևել Կալիֆոռնիայի նահանգապետի հրահանգներին եւ ոչ մի Կալիֆոռնիայի քաղաքում չեն անցկացվում նմանատիպ միջոցառումներ, այլ փորձում են մարդկանց հնարավորին չափով պահել իրենց տներում, այսինքն հնարավորին չափով հետևել այս տանը մնալու կանոնակարգերին, որը եւ կկանխի վարակի տարածումը։ Շնորհակալություն եւ մինչեւ ամսի քանիստ է գործելու այդ 20 րոպե կարծեմ անվճար ավտոկայանատեղիների այդ օրենքը, դրա մասին էլ հակիրճ ու եզրափակենք մեր այսօրվա կապը։ Ներկայիս դրությամբ այդ բոլոր վճարովի կանգառների առաջին 20 րոպեն լինելու է անվճար մինչեւ ապրիլի 19-ը, բայց մաքրման օրերին, եթե ունեք մաքրման օր ձեր փողոցների համար մեքենաները կարիք չունեն տեղաշարժելու, որովհետև մեր parking enforcement-ը ticket չի դնելու այդ մեքենաների վրա։ Շնորհակալություն, բավական կարևոր ինֆորմացիա տրամադրելու համար, կարծում եմ էլի չէ, առիթներ կունենանք, որպեսզի այո, վստահաբար կապը կլինի, մենք առաջիկայում կապ ենք ունենալու նաև Glendale-ի ոստիկանության բաժանմունքի հետ, քանի որ նրանք եւս մեծ աշխատանք են այս օրերին կատարում։